Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ամենուր է։ Ցանկացած քաղաքացի, երբ որ վարակույրը այսպես հետ քաշի եւ պատուհանից նայի, ինքը տեսնում է պատուհանից պետական բյուջեի ծախսային հոդված, պետական բյուջեի ծախս կամ պետական բյուջեի ծախսի բացակայություն։ Չկա ուրիշ, պարզապես ուրիշ որևէ տարբերակ։ Ցանկացած քաղաքացի, երբ որ իր տան պատուհան, երբ որ փողոցում քայլում է, ուղիղ է նայում, աչք է նայում, ձախ է նայում, հետ է նայում, ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային հոդված կամ ծախսային հոդվածի բացակայություն կամ ծախսային հոդվածի անբավարարություն կամ ծախսային արդյունավետ ծախս կամ անարդյունավետ ծախս, այսինքն մենք ուր նայում ենք, տեսնում ենք պետական բյուջեի արտահայտություն։ Հիմա հաջորդը երջանիկ լինելու համար ինչա պետք է տեսության համաձայն մեջբերում Միչայելոց իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծից էր։ Պաշտպանված։ Ինչ է նշանակում լինել պաշտպանված։ Բացի վերը նշվածից նշանակում է, որ ունենալ ոստիկանություն, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ դատական համակարգ, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ արդյունավետ ազգային անվտանգության ծառայություն, հակահաբեկչական պայքարի, հակահետախուզության սահմանադրական կարգի պահպանության գործողությունների համար, ունենալ պաշտպանունակ բանակ, ունենալ ամուր դիվանագիտություն եւ դիվանագիտական ծառայություն, ունենալ որակյալ օրենսդրություն եւ ցանկը կարելի է շարունակել, բայց ինչ էլ դնենք, ցանկացած արտահայտություն պետական բյուջեի ծախսային հոդվածը կամ ծախսային հոդվածի բացակայություն կամ ծախսային հոդվածի բավարար չափ կամ ծախսային հոդվածի անբավարար չափ կամ որակյալ բյուջետային ծախս կամ անորակ բյուջետային ծախս։ Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ։ Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր տրամաբանությամբ ինչ որ մենք հիմա ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունը առողջապահական համակարգի արտահայտությունը։ Ասենք օրինակ մենք առողջապահական համակարգում պետական բյուջեից լիզինգի ծրագիր ենք իրականացնում, որով թե պետական, թե մասնավոր առողջապահական կազմակերպությունները սարքավորումներ են ձեռք բերում։ Եվ դրա շահառուն մարդն է։ Եվ իհարկե առողջապահական ապահովագրության համակարգը մեր պատկերացմամբ այն է, ինչ եւս մի մակարդակով կբարձրացնի մեր քաղաքացիներին, կմոտեցնի երջանկությանը։ Ստեղծագործ լինել, ինչ նշանակում ստեղծագործ լինել։ Ստեղծագործ լինել էլին առաջին հերթին նշանակում է ունենալ պատշաճ կրթություն, որովհետև առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ։ Սոցիալական միջավայր ունենալ, ինչ նշանակում ունենալ սոցիալական միջավայր։ Նշանակում է բնակավայրում ունենալ, ասենք օրինակ զբոսայգիներ, որտեղ կարելի է գնալ ուղղակի այլ մարդկանց հետ շփվել եւ բազմաթիվ այսպիսի ենթակառուցվածքներ նշել։ Ճամփորդել, մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի։ Ինչա պետք ճամփորդելու համար։ Բացի տոմս առնելուց, անհրաժեշտ է, որ տրանսպորտային համակարգ գոյություն ունենա։ Անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ գոյություն ունենան, ճանապարհներ գոյություն ունենան, ճանապարհային անվտանգություն գոյություն ունենա։ Անհրաժեշտ է, որ օդային տրանսպորտը զարգացած լինի։ Օդային տրանսպորտի զարգացումը պետական բյուջեի կոնկրետ տող է եւ կառավարության այն որոշումը, որի արդյունքում եւս Վիզեր ընկերությունը հայտարարեց Հայաստանից եւ դեպի 7 ուղություններով թռիչքներ բացելու համար միջինում եւ իրենք են հայտարարել, ես չգիտեմ պրակտիկան, հայտարարության մեջ նշվում էր բազային գին 29 եվրո տոմսի համար։ Հիմա հարգելի գործընկերներ, հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հնարավոր է 29 եվրոյով, 30 եվրոյով, 50 եվրոյով տոմս գնել ինքնաթիռի։ Հասկանում եք։
2016 թվին հնարավոր էր Հայաստանում մի հատ խնդրում եմ եկեք գնանք մի հատ տոմսերի գները հանենք, տենանք ինչ է տեղի ունեցել։ Չէ, օդի հարկը հիմա էլ ունենք, բայց հիմա որոշ ուղղություններով, նաև մեր կարգավորումներով օդի հարկն էլ է, օդի հարկի հարցն էլ է լուծված։ Սիրված աշխատանք ունենալ։ Բազմաթիվ սիրված աշխատանքներ գտնվում են բյուջետային հիմնարկներում եւ կառավարությունը իմիջայլոց բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ ոլորտներում աշխատատեղերի բացման ծրագրեր է իրականացնում, աջակցության ծրագրեր է իրականացնում, որպեսզի ներդրողներին խթանի նոր աշխատատեղեր ստեղծել։ Առողջ սննդին հասանելիություն, սննդի անվտանգությունը ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է։ Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում եւ մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է պետական բյուջեի այդ թվում միջոցներով, ներառյալ սուբվենցիոն եւ ոչ սուբվենցիոն ծրագրերով, բայց նաեւ քաղաքացիների ընկալումը առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում հանրահռչակման ծրագրեր ենք մենք իրականացնում, այդ թվում որ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը էտել է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Հաղորդակից լինել հոգևոր կյանքին եւ մշակույթին։ Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային են ծրագրերի եւ են բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել եւ ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետեւ մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնել եւ ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տողը, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փողը, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք, աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի եւ դրանում ներառեցինք նաեւ տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։ Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ
ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել եւ տարբեր ժամանակներին բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ չգիտեմ բանի ճգնաժամի բյուջե, յետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե ես կարծում եմ որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ բայց ես ուզում եմ նաև մի արձանագրում անել որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել որ իհարկե շատ կենցաղային օրինակով եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան դա դեռ չի նշանակում որ ինքը բարեկեցիկ է պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն եւ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ արդյոք դա բավարար է որ նա համարվի բարեկեցիկ բացարձակապես բավարար չի որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական հոսանք, լավ հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք, չնայած այդ էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդ այդ տանը ամեն օր առավոտյան ուտումը սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար եւ այդ տնից դուրս է գալիս այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ կամ եթե այդ մարդը ինքը իրան ես իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը սա ինչի համար եմ ասում ինչ կապ ունի սա հարգելի գործընկերներ բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ իսկ կապը հետեւյալն է որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո եկեք հասկանանք Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մի քաղաքացի անկախ սոցիալական եւ այլ կարգավիճակներից չկա գետ մի քաղաքացի, որը ինքը իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեն եւ Հայաստանի պետական եւ տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետեւաբար հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն նրանում, որ ասում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, եւ այս ամեն ինչի համար եմ ասում, հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետքա փոխվի, ֆունդամենտալ ձևով պետքա փոխվի, որովհետեւ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա ընդ որում այս թվարկումը ժամերով շարունակենք։ Կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա լուսավորություն, չկա հարկ, չկա լուսավորություն, կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն, կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ, կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ Հիմա հա անսպառա, բառես բուն իմաստով անսպառա։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։ Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։